Ժողովուրդ օրաթերթը գրում է. Փարաքար համայնքի բոլոր փողոցներում ուժեղացված ծառայություն են իրականացնում ոստիկանության ներկայացուցիչները։ Ամեն անկյունում կանգնած են ոստիկաններ, մեքենաների մեջ եւ փողոցների շուրջ տեղակայված են ուժեղացված ստորաբաժանումներ, իսկ մեծ մեքենաների մեջ շարված են նաեւ ոստիկանության զորքերի ներկայացուցիչներ։ Թերթի լրագրողը փորձել է այցելել այն անձանց տները, որոնց անունները կապվում են սպանության գործի հետ, սակայն պարզվել է դռները կողպված են։ Մերձավանցիները փոխանցել են, որ Նարեկ Օհանյանի, Գևորգ Հարությունյանի եւ Մեհեր Ախտոյան ընտանիքների անդամներին գյուղից հեռացրել են եւ այս պահին նրանց տներն ամբողջությամբ դատարկ են, բայց հսկվում են ոստիկանության կողմից։ Գրում է թերթը։ Հրապարակ թերթը գրում է. 1 տարի առաջ արդարադատության նախարար Սրփուի Գալյանը 28-ամյա Ներսե Զեյնալյանի նշանակեց իր խորհրդական։ Զեյնալյանն աշխատել է պետեկամուտների կոմիտեում, այժմ դասախոսում է Ֆրանսիական համալսարանի իրավաբանության ֆակուլտետում։ Նաև Գալյանի լիազորված անձն է Բարձրագույն դատական խորհրդում։ Նա դատավորների դեմ նախարարության հարուցած վարույթներն է պաշտպանում Բարձրագույն դատական խորհրդում։ Զեյնալյանը չնայած երիտասարդ տարիքին համարվում է նախարարության ծանր հրետանին։ Ներսե Զեյնալյանը սակայն դիմել է դատավորների մրցույթին մասնակցելու համար։ Հոկտեմբերի 2-ին Բարձրագույն դատական խորհրդում անցկացվել է քրեական մասնագիտացման դատավորների հավաքնորդների քննություն, որին մասնակցել է 36 հոգի։ Նրանցից մեկը Զեյնալյանն է։ Դեռևս հայտնի չէ նա որակավորման հաջորդ փուլ անցել է թե ոչ։ Նա ըստ ամենայնի կնշանակվի դատավոր, իսկ թե ով է նրան փոխարինելու, ներկայացնելով արդարադատության նախարարության հարուցված վարույթներն ընդդեմ դատավորների, հայտնի չէ։ Գրում է թերթը։ Փաստ թերթը գրում է. հոկտեմբերի 7-ին տեղի կունենա Փարաքար համայնքի նոր ղեկավարի ընտրություններ։ Վալոդիա Գրիգորյանի ողբերգական մահվանից հետո ավականին իր կազմից ընտրելու է համայնքապետ։ Ապրելու երկիր խմբակցությունն առաջադրելու է համայնքի ղեկավարի թեկնածուն։ Կուսակցությունը որոշել է առաջադրել Օնիկ Հախվերդյանի թեկնածությունը։ Նա ինչպես 2025 թվականի, այնպես էլ 21 թվականի ընտրություններում եղել է ցուցակի երկրորդ համարը։ Հախվերդյանն ունի կառավարման մեծ փորձ, տիրապետում է համայնքի խնդիրներին եւ ամենայն հավանականությամբ հենց նա էլ կընտրվի Փարաքար համայնքի ղեկավար։ Գրում է թերթը։ Ժողովուրդ օրաթերթի տեղեկություններով Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանն առաջիկա օրերին կներկայացնի քաղաքական գործունեության հայտ սեփական օրակարգով։ Թերթի տեղեկություններով տևական ժամանակ է լուրջ մասնագետների խումբ է աշխատում Հայաստանից ու Սփյուռքից, որոնք բոլոր ոլորտներում մշակում են հատուկ առաջարկներ երկրի առջև ծառացած խնդիրները հիմնովին լուծելու համար։ Գրում է թերթը։